Ցես իմ ընկերալ են խորհրդանի նախագահային Հայաստանի Հանրապետության մենք չափազանց գերազանց հարաբերություններ ունենք եւ համագործակցություն Ալենի հետ եւ միասին պայքարել ենք ընդհանուր շահերի շուրջ, ինչպես նաեւ նախագահների խորհրդի, ինչպես նաեւ տարբեր միջազգային կառույցներում պաշտպանելով մեր երկու երկրների իրավունքները, Կիպրոսը, Հունաստանը եւ Հայաստանը Ինչպես դուք ճիշտ արձանագրեցիք, շատ ճիշտ երակոմ ձևաչափով համագործակցությունը պետք է խթանել են, բայց Կիպրոսը եւ Հայաստանը կիսում են նույն սկզբունքները, նույն արժեքները եւ պայքարում են տարիներ շարունակ նույն իրավունքի համար, նույն արդարության համար եւ որպես խորհրդանի նախագահներ մենք պետք է պահանջենք այն ինչ որ հստակ եւ ակնհայտ է, ես ուրախ եմ, չափազանց ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում, այստեղ հրաշալի գեղեցիկ Հայաստանում եւ չափազանց զգացված եմ եւ տպավորված եմ հյուրընկալությունից եւ ջերմությունից, որ մենք այստեղ տեսնում ենք գերազանց հրաշալի մարդկանց գործընկերների շրջապատում պարոն Վարդգես Մաղթեսյանը, կրոնական խմբի ներկայացուցիչը խորհրդանի բարետում, ինչպես նաեւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ բարեկամական խմբի Կիպրոս-Հայաստան պարոն Խարիս Գեորգիավիսը երկուսով իրանք ջանք ու երանջ չեն խնայում ամրապնդելու ել ավելի խորացնելու հարաբերությունը եւ իմ ընկեր Ալենը չափազանց այս այցի շրջանակներում չափազանց հուզիչ էր մեր երեկվա այցը Արագածոտնի մարզ պարոն Մաղթեսյանի աջակցությամբ, որտեղ մենք արձանագրեցինք բռնի տեղահանված մարդկանց Արցախից եւ փորձում են այնտեղ վերականգնել իրանց կյանքը եւ մենք փորձում ենք մեր կողմից աջակցել օգնել վերականգնել իրանց կյանքը այսօրվա մեր հանդիպումը եւս մեկ անգամ ապացույց է այն մեր երկու երկրի գերազանց հարաբերությունը եւ այլ կերպ չէր կարող լինել քանզի որ Հայաստանը մեր սրտում է եւ մենք երբեք չենք մոռանում եւ անչափ շնորհակալ ենք ձեր ջերմ խոսքերի համար ինչպես եւ արձանագրեցի իմ ընկեր Ալեն մենք պետք է չմոռանանք ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում Հայաստանում եւ Եվրոպան եւ միջազգային գործոնը պետք է երկակի ստանդարտներով չմուտիկանա պետք է ունենա նույն արձագանքը նաեւ Հայաստանի պարագայում ինչպես եւ այլ գործոնների ժամանակ մենք ընկեր Ալենի հետ նախագահի հետ քննարկեցինք տարբեր հարցեր որոնք շուրջ մենք ունենք մեր մտահոգությունները հակամարտությունների շուրջ մի օրակարգ, որը դժբախտաբար մենք չէինք ուզում, որ լիներ այդ օրակարգը։ Մենք արձանագրեցինք խորհրդանի նախագահ իր աջակցությունը հայտնեց Կիպրոսի հիմնախնդրի հարցի կարգավորմանը համապատասխան բանաձևերի շրջանակներում եւ եւս մենք կողմից ցանկանում ենք, որ հնարավորինս շուտ խաղաղություն արձանագրի տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ ընդհանրապես խաղաղություն ողջ տարածաշրջանում արձանագրվի ցանկանում եմ, որ մոտ ժամանակներս կնքվի այդ բանագիրը, ես գիտեմ, որ դուք շատ աշխատում եք այդ ուղղությամբ եւ ողջունում ենք եւ կաջակցենք լիակատար Հայաստանի հարաբերությունների խորացումը Եվրոպական միության, որտեղ Հայաստանը պատկանում է Եվրոպական միությանը եւ վերահաստատում եմ իմ ընկեր նախագահին, որ մենք աջակցենք, սատարենք ամեն կերպ այս ընթացքը եւ այդ նախաձեռնությունը եւ համերաշխ ենք եւ ձեր կողքին ենք դեպի Եվրոպա ձեր ճանապարհին ավարտելով իմ խոսքը անչափ շնորհակալություն եւ ձեր նախաձեռնության համար ռազմավարական գործընկերության համար եւ մենք ընթաց կտանք եւ շատ շուտով հույսով եմ որ արդեն արդյունքներ կունենանք
միայն ճանապարհ ես կարծում եմ, որ մենք կարող ենք խնդիրները կարգավորել, դա դիվանագիտությունն է եւ դա աջակցում է եւ Հայաստանը եւ Կիպրոսը այդ ճանապարհը եւ զգում եմ երախտապարտ եմ, որ ինձ հաջողվեց տարիներ անց հայտնվել այստեղ այս գեղեցիկ երկրում, գեղեցիկ վայրում, գեղեցիկ մարդկանց շուրջ, իսկապես հիանալի փորձ է եւ ցանկանում եմ մինչ ավարտելը իմ առաքելությունը որպես խորհրդանի խոսնակ, շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ եւ էվալի ուրախ եմ, որ այս փորձից որպես խորհրդանի խոսնակ ես ձեռք բերեցի այսպեսի լավ հրաշալի ընկերներ, ինչպես Ալենը եւ մնացած մեր գործընկերները, ես վստահ եմ, որ այս ընկերությունը կշարունակվի անկախ մեր կարգավիճակներից։ Անչափ շնորհակալություն ձեզ։ Ազատություն ռադիո։